Պարոն Դանելյան, նախորդին էր Սրբազանը հայտարարեց, որ փողոցային պայքարը կվերսկսվի, դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ ֆորմատով, ինչպես է դա մեկնարկելու, երբ այս է լինելու, եթե նման բան կա։ Կարծում եմ Սրբազանը դրա մասին բավականին մանրամասն ասել է, ես ավելացնելու բան չունեմ, փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով դուրս գալու եւ հետագա քայլերի մասին Սրբազան հայրը կարծում եմ մոտ օրերս կհայտարարի, կասի եւ դրան ավելացնելու բան չունեմ։ Պայքարը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը այն կարծիքն ունի, նա կարծում է, որ չպետք է ընդդիմություններից առաջ փողոցային պայքարը իրականացվի, այլ ընդդիմությունները Բայց ես երբ եմ թողել, որ մի հատ միանա։ Չէ, Հայաստան դաշինքը նկատի ունենք ոչ թե անձնապես դուք։ Հայաստան դաշինքն միշտ պայքարի մեջ է եղել, Ռոբերտ Քոչարյանը տենց չի ասել, խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի ասածները, Ռոբերտ Քոչարյանը հետևյալն է ասել, ես կարծում եմ մի անգամ պետք է այս հարցը փակեք ու չարժվեք առաջ։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, եթե փողոցային պայքարի արդյունքում հնարավոր չլինի իշխանափոխություն անել, ուրեմն պետք է գնան ընտրությունների ճանապարհով, իսկ դա կարծում եմ դրանք տարբեր բաներ են։ Իսկ մի րոպե, իսկ Հայաստան դաշինքը միշտ էլ ընդգրկված է եղել փողոցային, սա շատ ծանրակշիռ, ես համեստորեն ասում եմ, շատ ծանրակշիռ մասնակցություն ունեցել փողոցային տարբեր պայքարներում եւ կարծում եմ դուք ինքներդ եք տեսել, որ Հայաստան դաշինքի падգամավորներն էլ ոչ միայն ես, այլ նաեւ իմ գործընկերները շատ ակտիվ դերակատար են։ Բայց հիմա եթե պայքար լինի արդյոք դուք կմասնակցեք, միամերջ ասեմ, որովհետեւ կմասնակցեք այս անգամ, որովհետեւ դիքորությունների կարծիքների տարբերություն կա։ Դրա մասին Հայաստան դաշինքը կարծում եմ հայտարարություն կանի, բայց նորից եմ կրկնում, Հայաստան դաշինքը որևէ մի կաշկանդվածություն չունի փողոցային պայքարում աջակցելու, առաջնորդելու, կարևոր դերակատարություն ստանձնելու, առաջին շարքերում լինելու համար։ Պարոն Դանելյան, ինչու են որոշ ուժեր շատ խուսափում հենց ընտրությունների տարբերակին, ինչ մտավախություններ ունեն, ընտրություններով հնարավոր է իրենք չհաղթարեն շեմը, ինչն է խնդիրը, որ այսպես որոշ շրջանակներ բացառում են 2026-ին, բայց մենք Գյումրիում տեսանք ընտրություններով, որ հնարավոր եղավ, ինչպես դիմադիրներն էին պնդում ԿՊ-ին իշխանազրկել, ինչու են 2026-ին այսպես։ Տեսեք հարգելիս, ես հասկացա հարցը ինչա։ Տեսեք, եթե անգամ 21 թվականին հիմա խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որ կան խորհրդարանում, չմասնակցեին 21 թվականի ընտրություններին, այդ ընտրությունները չէին համարվելու ոչ լեգիտիմ։ Այսինքն, եթե այդտեղ մասնակցում է 25 ուժ, եթե 2, 3, 4, 5 կամ Հայաստան դաշինքներ չմասնակցի, դա չի նշանակում, որ այդ ընտրությունները համարվելու են ոչ լեգիտիմ եւ որևէ մի երկիր ասելու է, գիտեք, ինչ, եթե այս դաշինքը չի մասնակցում, այս կուսակցությունը չի մասնակցում, ուրեմն այդ ընտրությունները չեղարկում ենք։ Մենք հետեւյալն ենք ասում, մենք հարգելիներս, եթե այս process-ների արդյունքում չլինի, ես էլ կողմ եմ նրան, որ բանը չհասնի ընտրություններին եւ ոչ միայն ես իմ գործընկերները, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսինքն ոչ թե առաջնորդությամբ, այլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ղեկավարը չլինի այդ ընտրություններին, որովհետեւ դա լուրջ ազդեցություն է ունենալու, որովհետեւ վարչական լծակներ, ապօրինություններ եւ այլ, այս մարդիկ պատրաստ են, այս չի որ իշխանությունները հեշտ ու հանգիստ թողելու են, որ ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ ես ավարտեմ միտքս, հարգելիս, ավարտեմ միտքս, բայց նորից եմ կրկնում, եթե մենք անգամ չմասնակցենք էլ, նորից էլի կրկնում եմ, կներեք ես կրկնվելու համար, այդ ընտրությունները մեկը համարվելու են օրինական։ Այսինքն որոշում կա արդեն որ մասնակցել եք։ Մենք հիմա այսօր ես Պարոն Դանելյան, ճիշտ հասկացա, որ նորից եթե պայքարը վերսկսվի, Բագրատ Սրբազանն է առաջնորդելու, հետևաբար շարունակելու է ուժի մնալ, որ ինքն է վարչապետի թեկնածուն, ինչպես որ օրինակ նախորդ տարի մայիսին հայտարարվել էր։ Ուրեմն Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ինքը շարժումը շարունակելու առաջնորդի, համենայն դեպս իմ անունից կարող եմ ասել, որ ես Սրբազանի կողքը կանգնել եմ, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, այն որ ասում են, որ տարաձայնություններ կա եւ այլն, այդպես բան չկա, հակառակը մենք համատեղ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ եւ ակտիվ ներգրավելու ենք այդ գործին, Բագրատ Սրբազանը ինքը պետք է որոշի այսուհետև ինքը հանդիսանում է թեկնածու, թե չի որոշելի սահմանադրական բան կա, հա, արգելք կա իր հետ կապված։ Դա այդ հարցին պիտի պատասխանի Սրբազանը։ Եվս դեպքում դա 1 տարի առաջ եւս գիտեր խորհրդարանական ընդդիմությունը, երբ որ հայտարարում էր, որ իմպիչմենտի գործընթաց բոլոր օրենքներն էլ մի օր փոփոխության ենթակա են։ Այսինքն չկա տենց օրենք,
որը իմպերատիվ լինի եւ տարիներ շարունակ այդ օրենքը փոփոխության չի ենթարկվի, այսինքն ցանկացած պահի հնարավոր է խորհրդարանը նաեւ այդ փոփոխությունները անի, այսինքն փողոցը պիտի թելադրի, փողոցը կարա ազդի եւ այն դրույթը, որ ասում են իբր խանգարում է, որովհետեւ բացի այդ նաեւ սահմանադրական այսպես սահմանադրական օրենքի մասնագետներ, որ նեղ մասնագիտացված են, նաև այդ մարդիկ են ասում, որ անգամ այս պարագայում եւ քաղաքացիության պարագայում հնարավոր է այդ տեխնոլոգիան առաջադրում։ Բայց հանրությունը հիասթափված չի, 1 տարի առաջվա էներգետիկան, որն արկա էր փողոցում, ըստ էության ընդդիմությունը հերթական անգամ տապալման տարավ։ Տեսեք, ես չեմ համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ, ընդդիմությունը չի տապալել, ընդդիմությունը այն չի, որ պատրաստի այդ 70-60 հազար մարդը դուրս էր եկել ու եկանք մենք էլ տապալեցինք, այդ շարժումը, մի րոպե, ոչ մեկին տուն չենք ուղարկել, եթե ուշադիր նայած ելնեք, ես եւ Սրբազան հայրը այդ օրերին հրապարակում ենք եղել, ոչ մեկին տուն չենք ուղարկել, տենց հայտարարություն չի եղել, թողեք ով ուզում է գնա, եթե ցանկացողներ կան, որոնք որ ուզում են գնան, կարան գնան, մնացողները կարան մնան։ Իսկ կներեք, թողեք միտքս ավարտեն, հետո այդ ամեն ինչին կանրադառնանք, թողեք միտքս ավարտեն։ Ուրեմն այդ process-ները սկսվել, գեներացվել եւ շարունակվել են այդ աննախադեպ կարող եմ ասել, աննախադեպ process-ները, որ եղել են, դա եղել է Սրբազան հոր առաջնորդությամբ, նաև մեր անմիջական մասնակցությամբ, մեր ներդրումով, այսինքն հենց այնպես չի եղել։ Եվ շատերն ասում են, որ այդ փոքր լոկալ կոնֆլիկտի համար այդքան մարդ փողոց դուրս չի գալ։ Բայց մենք տեսանք, որ դուրս եկավ նաև հավատալով, նաև հույսեր ունենալով, իսկ ինչ վերաբերում է դրան հաջորդիվ process-ներին, ես երեկ եմ ասել, հիմա էլ ասեմ։ Մենք եւ այդ օրերին ոչ մի օր, ոչ մի վայրկյան փողոցից տուն էլ չեն գնացել, չենք էլ հանգստացել։ Իսկ հաջորդ օրը, երբ որ մենք հանրապետության հրապարակում գիշերել ենք եւ ասել ենք, ով որ ուզում է կարա մեզ այդ գիշերի, ով որ ուզում է գնա տուն, բայց առավոտը գա եւ արդեն process-ներին մասնակցի, փողոցային անհնազանդության բան, ես նորից եմ